Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է ուղղում, թե դուք ինչ օրակարգով եք գալիս, պատասխանում է իր ժամանակվա թվերը մեջբերելով, թոշակն ավելացել է 6 անգամ, աշխատավարձը ևս, տնտեսությունն աճել է, աղքատությունը նվազել է և ասում է նույն օրակարգով եմ գալիս։ Ասուլիսից հետո մի գործարար, ում ՊԵԿ-ը բազմամիլիոնանոց տուգանքներ է գրել, նամակ է գրել, թե ինչու հարկային բեսպրեդելի մասին հարց չտվեցիք։ Ասում է, որ ինքը այն ժամանակ էլ է բիզնես արել և սար ու ձողերի տարբերություն կար հարկային քաղաքականության միջև։ Քաղաքացիներից մեկն էլ հարցնում է, թե ինչու համընդհանուր հայտարարագրից հարց չտվեցի։ Ներողություն խնդրելով հարցը չհնչեցնելու համար, միաժամանակ կարծում եմ, որ պետք է պարզ լիներ այդ դիրքորոշումը, կախված Ռոբերտ Քոչարյանի օրոք հարկային քաղաքականությունից։ Նախորդ մամուլի ասուլիսը համընկավ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների ակցիաներին։ Նրանք էլ հարկային խստացումների դեմ էին բողոքում և պահանջում էին վերականգնել հաստատագրված վճարները։ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում արձագանքեց այդ ժամանակ, որ այդ հաստատագրված վճարները, որոնց վերադարձ է ուզում գործարարը, հենց իր ժամանակ է ներդրվել։ Ասում էր, որ պետք է բիզնեսին չխեղդել, թողնել աշխատի, կայանա ու կայացնի տնտեսությունը, զարգացում ապահովի։ Այդ ՓՄՁ ներկայացուցիչները, եթե հիշում եք, այլևս գործադուլ ու բողոքի ակցիաներ չարեցին։ Ինչու խնդիրը լուծվեց։ Բնականաբար ոչ։ Ասացին, հասկացանք, որ անիմաստ է Նիկոլի հետ հույս կապելը, կհամբերենք մի կերպ մինչև հերթական կամ արտահերթ ընտրություններ և այս անգամ ձայն չենք տա։